Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Լիլիթ Մկրտչյանն է, ով բնակվում է ԱՄՆ-ում։ Բարև ձեզ Լիլիթ ջան։ Ողջույն Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Վստահ եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Եկեք սկսենք, թե ինչպես հայտնվեցիք ԱՄՆ-ում եւ ինչու հատկապես հենց ԱՄՆ։ ԱՄՆ դեռ վաղուց էի ցանկանում լինել, դեռ ուսանողական տարիներից երազում էի ԱՄՆ գնալ եւ սովորել, սակայն ճակատագրի բերումով green card խաղարկության եմ մասնակցում եւ շահում եմ եւ ընտանիքով տեղափոխվում ենք այստեղ։ Բայց այսինքն շուտ էիք լրացրել, վաղուց ոնց որ green card-ին էիք սպասում։ Ամեն տարի է լինում խաղարկությունը, այդ տարի հաղթեցինք։ Հա։ Օրինակ ի՞նչն էր ԱՄՆ-ն իրան այդպես գրավել, ձեզ գրավել, որ դες ամեն տարի պատրաստվում եք, որ պիտի տեղափոխվեք, էլի։ Կամ ինչի՞ց էիք դժգոհ Հայաստանից։ Գիտեք, երևի ուսանողական տարիներում ավելի շատ մեծ հնարավորություններ ունենալու ձգտումներ գնալ ԱՄՆ, իսկ մեծ տարիքում ավելի շատ կարծում եմ էլի հենց այդ մեծ հնարավորություններն են եւ առաջ գնալու ամեն ինչպես բացատրեմ Հայաստանում կան սահմանափակումներ, այստեղ որը չկա։ Միգուցե դա էր ավելի շատ։ Բայց ինչ սպասում եք ԱՄՆ-ից ստացաք, այս ոնց որ 2.5 տարի ասացիք, չէ՞։ Այս ընթացքում ստացաք, ստանում եք, թե երբեմն ունենում եք հիասթափություններ, որ ահա ես բանը sense չէի պատկերացնում։ Չէ, եւ ստացել եմ եւ ունեցել եմ հիասթափություններ։ Երկուսն էլ եղել են։ Հա։ Ես հապսիրեի ժամանակ, բայց լինում է այնպեսի պահ, որ ասում եմ, Երանի հետ գնամ Հայաստան, այս խի եկա այստեղ, որ փոշմանեք։ Երևի թե եղել են փոքր պահեր, որոնք ստիպել են մտածել, որ ավելի լավ կլիներ վերադառնալ Հայաստան, բայց դեռ այնպիսի համոզմունքի չեմ եկել, որ վստահաբար որոշեմ եւ վերադառնամ Հայաստան։ Չնայած լավ խոսք կա, չէ, երբեք մի ասա, երբեք։ Այ ի՞նչն եք շատ կարոտում Հայաստանից, բայց Հայաստանի ջերմությունը շատ եմ կարոտում։ Մարդկանց, ասես մի հատ մենք լավ բառ ունենք, ջիգյարով լինելը։ Այդ ջիգյար ասվածն եմ շատ կարոտում։ Նաև շատ բաներ կան, որ կարոտում եմ, ուտելիքը մեր հայկական շատ համով են, այսինքն բանջարեղենը, մրգերը, միսը, ամեն ինչը մեր հայկականի ուրիշ համ ունի։ Հա։ Դե դա դեռ քիչ ժամանակ է, որ այդտեղ եք գտնվում, ինձ թվում է, այդպես չի որ ամբողջությամբ մոռացել եք էլի Հայաստանի համն ու հոտը, չէ՞։ Չէ, չեմ մոռացել։ Իհարկե։ Բայց մենակ եք տեղափոխվել, թե ընտանիքով կամ չգիտեմ։ Ընտանիքով, ամուսնուս եւ երեխաներիս հետ։ Հա։ Իրենք էլ են դեռ հարմարվելու փուլում, թե իրանց համար ոնց որ ձուկը ջրում։ Իրականում ի զարմանս ինձ երեխաները շատ հեշտությամբ հարմարվեցին, շատ լավ ինտեգրվեցին այս միջավայրում։ Մենք մի փոքր դժվարությամբ ես եւ ամուսինս, բայց ամեն դեպքում, քանի որ սիրում ենք երկիրը, մենք շատ լավ հարմարվեցինք։ Հա, փոքր են երեխաները։ 5 եւ 7 տարեկան։ Այո, փոքր։ Երևի մանկապարտ ես դեռ։ Ոչ դպրոց։ Դպրոց, այստեղ դպրոց են գնում։ Հա, 5 դասարան եւ երկրորդ դասարան։ Բայց լեզուն ընդհանուր միանգամից պատրաստ գնացել եք, թե այդտեղ եք դեռ սովորում։ Ես քանի որ ուսանողական տարիներում սովորել եմ օտար լեզուները, արդեն ունեի բազա, ամուսինս էլ որոշ չափով ուներ, երեխաներս դե իհարկե չունեին, այստեղ իրենք սովորեցին ու ասեմ ավելի հեշտությամբ ու ավելի կարճ ժամանակահատվածում։ Մենք էլ ավելի լավացրեցինք մեր խոսքը։ Այո, բայց չկա ինչ-որ մի պահ, որ երեխաների համար այդ ինչ-որ տարօրինակ թվար, էլի, որ մամ, բայց գիտես Հայաստանում այս բանը այսպես երխի, այսպես, չգիտեմ, իրանց համար այդ ագրեսիա առաջացրել էլի իրանց ներսում։
Երևի որ փոքր տարիքից են գնացել, եկել ավելի ճիշտ։ Իրենց համար արդեն այդ երբ արդեն իրեն գիտակից են լինում, կյանքի բոլոր միջավայրների համար, այստեղ են միանգամից տեսել։ Շատ բաներ կա, օրինակ ավելի շատ տատիկներին, պապիկներին են կարոտում Հայաստանում, որ շատ են ուզում գնալ տեսնել եւ հարազատներին, բայց որ ասեմ երկրի հետ կապված ինչ որ կարոտներ են ունենում, այդպես չէ։ Վստահ եմ, երբ գնանք Հայաստան, հետ գանք այդ ժամանակ կսկսվի արդեն։ Հա։ Ամեն մատությունները։ Այս 2.5 տարվա մեջ դեռ չեք եկել Հայաստան։ Չէ, դեռ չեմ եկել։ Հա, այդ թուղթ կա, որ երևի դրան եք սպասում, չէ՞, թե գրին քարտի դեպքում։ Չէ, կարող եմ գալ։ Ես օրինական եմ, կարող եմ հանգիստ գալ, ուղղակի դեռ չի ստացվել։ Հա, հիմա երեխաներին բայց փորձում եք օրինակ հայկական դպրոց կամ ինչ-որ հայկական միջավայրի մեջ պահեք, որ իրանց մոտ այդ շատ չփոխվի, էլի, մեր արժեքները իրանց մեջ մնան, թե դեռ չեք հասցնում։ Այո, երեխաներս գնացել են մի հատ հրաշք դպրոց, Eden Academy, որտեղ նաև հայերեն դասեր են արել, եւ որոշ չափով նույնիսկ մեծ տղաս այբուբենը գիտի տառերը, որոշ չափով ամբողջականը դեռ չէ, բայց ներկա պահին չեն գնում հայկական դպրոց, գնում են ամերիկյան դպրոց, բայց տանը եւ մեր շրջապատում խոսում ենք հայերեն։ Հա։ Եվ ստիպում ենք իրենց որ խոսեն հայերեն, այսինքն թույլ չենք տալիս որ խոսեն անգլերեն։ Այո, ասեք հնարավորությունները շատ է ԱՄՆ-ում, դուք հեշտ գտաք աշխատանք, որ տեղավորվեք, ամեն դեպքում ընտանիք պահեք, այդքան հարկեր կամ ուծելու։ Ինչով եք զբաղվում ընդհանրապես։ Հեշտ ոչինչ չի լինում, դա այդպես է, բայց ինչու եմ ասում հնարավորությունները մեծ է, օրինակ ես ավելի ստեղծագործ մարդ եմ եւ ստեղծագործ մարդու համար այստեղ ավելի շատ են հնարավորությունները, որ դու կարողանաս ինչ-որ մի բան ստեղծել, կատարել եւ այստեղ օրինակ ես սկզբում աշխատում էի որպես ուսուցիչ դպրոցում, հենց Eden Academy-ում է աշխատում, իսկ հիմա արդեն փորձում եմ սկսել իմ փոքրիկ գործունեությունը մոմերից բուկետներ պատրաստելու եւ վստահ լինելով, որ հաստատ կաշխատի այդ գործը, որովհետև այստեղ եթե դու սկսում ես բիզնես, ինչ որ կարճ ժամանակ է պետք, քեզ որ արդեն քո բիզնեսը առաջ ընթանա։ Իսկ Հայաստանում մի փոքր ժամանակը ավելի շատ է պետք լինում, որ դու կարողանաս ռեալիզացնես քո աշխատանքը, քո գործունեությունը։ Տարբերությունը դա է։ Օգնում, որ այդտեղ ավելի երևի շատ մարդ լինելը Երև չէ, չգիտեմ ինչն է օգնում, բայց այստեղ ավելի ակտիվ է։ Շատ ավելի ակտիվ է, քան օրինակ Հայաստան։ Չնայած ես ձեզ ասում եմ, ես խոսում եմ 2.5 տարի առաջվա Հայաստանի մասին, այսինքն ես հիմա չգիտեմ, կարող է հիմա շատ բաներ փոխվել, որովհետև ամեն դեպքում ժամանակներ անցնում են եւ զարգացումը շատ արագ է տեղի ունենում։ Բայց այն ժամանակ ավելի դժվար էր ինչ-որ մի բան սկսել ու անել։ Նաև կարծում եմ ազդում էր նաև շրջապատի կարծիքները շատ ավելի շատ էին բուրն էին Հայաստանում, իսկ այստեղ ավելի քիչ են կարծիքները։ Հա, բայց այդ ճյուղը այդտեղ տարածված է։ Ինչպես։ Այդ ճյուղը մոմերը, որ պետքա պատրաստեք, տեղյակ են մարդիկ, ուզեմ ասեմ, այդ ոլորտին էլի, թե նորությունա միգուցե դրանով է գրավելու իրենց։ Որոշ չափով տեղյակ են, բայց տարածված չի դեռ։ Այսինքն կան այդպիսի առաջարկներ, բայց ոչ շատ։ Հա։ Կարծում եմ դա էլ կլինի այն լավ տարբերակը, որ շուկայում չի լինի շատ մեծ մրցակցություն։ Շփվում եք այդտեղ, բայց հայերի հետ շրջապատում ունեք հայեր, որ ոնց որ այդ շփումն էլ կօգնի, էլի ձեր նոր բիզնեսի ծավալմանը։ Այո, ունեմ շրջապատումս հիմնականը մեծամասնությունը հայ է։ Շատ քիչ կա, որ տարածքի են։ Այո, մեկս մյուսի օգնելով, մեկս մյուսի լավ խորհուրդներ տալով։ Այո, օգնում է։ Բայց հետաքրքիր չէ, տեսեք, այդտեղ հայերով եք էլի շրջապատված,
Միևնույն է, այդ համարձակությունը ունեք, էլի, որ սկսեք նոր բիզնես ոնց որ ասած։ Բայց Հայաստանում ոնց որ մենք փակվենք, չէ՞, ինչ որ նոր բան սկսելու համար գլխի կարծիքները հաշվի առնենք, սկսենք թե չսկսենք։ Բայց նույն հայերն են, էլի, չէ՞։ Հա, բայց այստեղ քանի որ մենք օտարազգում ենք գտնվում, մեկս մյուսի փորձում ենք օգնել, մեկս մյուսի փորձում ենք լավ խորհուրդներ տալ, չգիտեմ, թեփթիկունք լինել, այսպես ասեմ։ Իսկ Հայաստանում դե մենք մեր հողի վրա ենք, ամեն մեկս մի կերպ պետք է ռեալիզացնի իր մտքերը։ Հետո այստեղ ինձ թվում է շուկան լցված է ընդհանուր առմամբ, չէ՞։ Հատկապես այդ մոմերի վաճառքը լավ տարածված է։ Հայաստանում Թե այստեղ։ Չէ, Հայաստան։ Հա, ես չեմ տեսել on-line կայքեր, որտեղ վաճառեն նմանատիպ բուկետներ, ծաղկեփնջեր, մոմից, բայց կարող է կան խանութներ, որոնք ունեն նման բաներ։ Ես ինքս չեմ տեսել դեռ չեմ տեսել Հայաստանում։ Հա, հա։ Դուք եւ ձեր edge-ն եք վարում, այսինքն արդեն ունեք edge, որ վարում եք եւ վաճառքով եք զբաղվում եւ բան։ Այո, մարտի 1-ից edge-ը բացվել է եւ միջև edge-ը բացվել է արդեն աշխատում էր գործը բիզնեսը, բայց edge-ը բացելուց հետո ավելի լայնածավալ կերպով են փորձելու աշխատել։ Հա։ Հետո արդեն արխիվում մարտի 8 հետաքրքիր նվերներ կլինի։ Այո, շատ լավ նվերներ կլինի թե սիրելիներին, թե մայրիկներին, թե քույրիկներին, բոլորին։ Հա, իհարկե։ Այդտեղ էլ է, բայց այդ մշակույթը տարածված, որ ասենք մարտի 8-ը ուրեմն մանկապարտեզում կամ դպրոցում ավելի շատ վաճառքը լինում, որովհետև պետքա նվեր ուղարկեն կամ վաճառքը, հա, բնականաբար։ Տոներից առաջ միանշանակ վաճառքի գինը բարձրանում է, ծավալը։ Այո, համեմատած, այո, բայց ընթացքում էլ են շատ լինում վաճառքներ։ Հա։ Դե հաջողություն ձեր բիզնեսին։ Շնորհակալ եմ շատ։ Հետաքրքիր է, որ հայերով շրջապատված եք, փորձում եք հայկական տոները հավաքվեք, իրար հետ նշեք կամ ինչ որ առիթներ ստեղծեք, որ հայերով ենթադրեք հարիսա եփելու օր այսօր որոշեք, որ հավաքվեք, իրար հետ լինեք։ Հայկական տոները պահում ենք։ Ճիշտ է, միայն նոր տարուն կարող ենք մեկս մյուսի տուն գնալ, այսինքն այդ Հայաստանի այդ սովորությունը պահել, բայց մնացած տոները, օրինակ Սուրբ Զատիկը, Վարդավառ, այդ բոլորը մենք ամեն մեկս մեր տանը պահում ենք եւ նշում ենք այդ տոները։ Նույնիսկ Վարդավառը իմ երեխաները գիտեն, մենք այդ օրը իրար ջրում ենք, խաղում ենք, այդպես։ Բայց միայն կարող եմ ասել, որ նոր տարուն ենք, որ մեկս մյուսի տուն ենք գնում։ Հա, հայկական ձևերով։ Այո, պահում ենք ամբողջությամբ։ Բայց էլի սեղանի ճոխությունը հայկական ձևերով, թե արդեն համեստի մեջ, էլի ենթադրում եմ ԱՄՆ-ում համեստ են, չէ՞, նշում ծովտարի։ Գիտեք, որ մենք չենք փորձում ճոխություն, բայց փորձում ենք պահել այն սնունդները, որոնք մեր մամաներից, մեր տատիկներից սովոր ենք։ Օրինակ նույն տոլման, խոզի բուդը, բլինչիկը, այդ ամեն ինչը փորձում ենք պահել։ Բայց ոչ չեմ ասի, որ դա փորձում ենք ինչ-որ ճոխության համար անել։ Ուղղակի զուտ սովորության համաձայն։ Իսկ խոհանոցի հետ կապված փորձում եք ամեն օր հայկական կերակրատեսակներ պատրաստեք, թե չի ստացվում ամեն դեպքում օվկիանոսից այն կողմ մեծ դժվարություն կլինի, չէ՞։ Իրականում խոհանոցի հետ կապված փորձում ենք մաքսիմում մեզ ծանոթ սնունդը պատրաստել, բայց նաև փորձում ենք նոր տարբերակներ փորձել, նոր խոհանոցներից, օրինակ ամերիկյանը չենք սիրում իհարկե, բայց օրինակ սուշի այդ նման բաները շատ ենք սիրում, նույնիսկ տանը պատրաստած տարբերակով։ Փորձում ենք նաև տարբեր խոհանոցներ, բայց հիմնականը մեզ ծանոթ ուտելիքներ ենք պատրաստում։ Հա, Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ից ինչն է, որ շատ եք հավանել, որ կուզեիք անպայման այդ Հայաստանում վերջապես լիներ։ Մի քանի բաներ կան, որ շատ եմ հավանում։ Նախ առաջինը պիտակավորում չկա այստեղ մարդկանց հանդեպ։
Օրինակ դու տարիքով մեծ ես, դու գեր ես, դու նիհար ես, դու բարձրահասակ ես, նման բաներ չկան։ Դու մարդ ես ու հարգված ես, գնահատված ես, այսինքն ավելի շատ մտածելակերպը կցանկանայի որոշ չափով փոխվեր։ Հնարավորությունը դա ասացի, ամեն դեպքում այստեղ մեծ են հնարավորությունները։ Նաև հերթ կանգնելու սովորությունը, այստեղ շատ լավ են այդ հերթը պահում, իսկ Հայաստանում խախտումները սարսափելի են։ Նաև, հա, մեկ էլ շատ է դուրս գալիս ճանապարհային երթևեկությունը, կանոնները, որ պահում են այստեղ, իհարկե, նույն հայերը, որ կարող են Հայաստանում խախտել, այստեղ շատ լավ են պահում։ Այս շատ բաներ կան, որ sense փոքր-փոքր կցանկանայի փոխել, հիմա ուղղակի այդքանը կարող եմ մտաբերել։ Իսկ Հայաստանից ինչն է, որ զգացվում է, որ ԱՄՆ-ում այդ մի բանը շատ է պակասում։ Դե արդեն ասացի, որ ջիգարը, այն ջիգարով մարդիկ, հարազատները, նաև շատ եմ կարոտում այդ հայկական եկեղեցիները։ Շատ, որովհետև այնտեղ մեր հայկական եկեղեցիների աուրան, ամեն ինչը ուրիշ է, այստեղ այդպես չի։ Այ եթե բուժ սպասարկումից խոսենք Հայաստանի ու մեկ էլ ԱՄՆ-ի, ձեզ որն է ավելի բարձր մակարդակի վրա։ Դե հա, բնականաբար ԱՄՆ զարգացած երկիր է, կասեք ԱՄՆ, բայց ընդհանուր չէ, զարգացած երկիրը կապ չունի, մարդկանց տեսակը կապ ունի։ Այստեղ այնքան բարեհամբույր են մոտենում, բայց հայերը չէ, հենց օտար ազգի ներկայացուցիչները շատ բարեհամբույր, շատ ջերմ են ընդունում, եթե մտնում ես խանութ կամ սրճարան կամ չգիտեմ, այլ վայր։ Իսկ Հայաստանում ամեն դեպքում դու տեսնում ես մարդկանց հոգնածությունը, դժգոհությունը, իրանք այսպես ասեմ, երևի իրենց հոգսը, իրենց խնդիրները թողնում են տանը, երբ մտնում են աշխատավայր, վերջ, իրենք աշխատավայրում այլ մարդ են։ Իսկ մեր հայերի մեջ դեռ նստած են, որ գնանք մեր խնդիրները մեր հետ գալիս են։ Հա, դեմքից մի անգամից երևում է, որ խնդրով է այդ մարդը, չէ։ Հետո էլ ասում եք հայկական ջիգարն եք կարոտում։ Հա, բայց այդ ջիգարի հետ կապ չունի։ Բայց կա ինչ-որ բուժ սպասարկման հետ կապված, օրինակ շատ են ասում, որ հա, սպասարկումը շատ լավ է, բայց շատ մարդիկ ամեն դեպքում բժիշկների ոնց որ պատրաստվածությունից դժգոհ են, որ այդ հիվանդությունը, ասենք Հայաստանում ավելի լավ է բուժվում, քան ընդհանրեք ԱՄՆ-ում, ոնց որ անիմաստ իրենք քաշքշեն, էլի թեման։ Ես բժշկության հետ կապված այնքան լավ ծանոթ եմ, որովհետև երկար ժամանակ իրենց հետ եմ եղել։ Գիտեք, այսպես ասեմ, ոչ թե խնդիրը մասնագետի մեջ է, այլ խնդիրը, որ այստեղ ամեն մի խնդրի համար կա մասնագետ։ Ենթադրենք, եթե Հայաստանում մեկ բժիշկը կարող է մի քանի քո խնդիրների մասին իմանալ եւ քեզ խորհուրդ տալ, այստեղ այդպես չի։ Եթե դու ենթադրենք աչքի բժիշկ ես, դու միայն աչքի մասին գիտես։ Ուրիշ ոչ մի բան չես կարող ասել, ոչ մի ինչ որ հատվածից խորհուրդ չես կարող տալ։ Այստեղ դες տարանջատված են մասնագետները։ Բայց մասնագետի առումով այստեղ նույն կերպ ինչպես Հայաստանում կան լավ մասնագետներ եւ կան վատ մասնագետներ։ Տեխնիկայի առումով վստահ եմ, որ այստեղ ավելի զարգացած է։ Դե հա, բնականաբար։ Միայն խնդիրը կարող եմ ասել այն է, որ հերթերն են շատ, այսինքն երբ դու գրանցվում ես, քո գրանցման ժամկետը կարող է շատ ուշ հասնել, ամիսներ նույնիսկ։ Չնայած կան, որ մասնագետներ, որ շուտ են ընդունում, բայց ամեն դեպքում Հայաստանում ինչպես է, գնացիր բժշկի, միանգամից մի քիչ կարող ես սպասել եւ մտնել քո հարցերի համար լուծումը գտնել։ Իսկ այստեղ այդպես չէ, պետք է գրանցվես, երկար ժամանակ սպասես, որ եթե կյանքին վտանգ սպառնացող խնդիրով ես դու գնում բժշկի, այդ ժամանակ միանգամից շտաբ քեզ օգնության են հասնում։ Եթե քո կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, կարող ես սպասել երկար ժամանակ։ Դե հիմա ենթադրեք ատամը ցավում է, ինչ իմանանք, կյանքին լուրջ վտանգ կսպառնա այդ ատամի չբուժելը թե չէ։ Երբեմն ոնց որ պատիկան ավելի լուրջ է։ Այսպես է, ատամի ցավի համար դու գնում ես բժշկի, բժիշկը նկարում է քո ատամները եւ ուղարկում է քո ինշուրանս։
ապահովագրության կենտրոն եւ այնտեղ մոտ 3-ից 4 շաբաթ պետք է սպասես, որպեսզի ապահովագրությունը քո հաստատի քո բուժումը եւ հետո բժիշկը արդեն պետք է այց տա։ Իսկ դա երբ կլինի արդեն չգիտես։ Նայես բժիշկ, նայես ժամանակ, որ կարող է տանել։ Երեխաների դեպքում էլ է այդպես, մի տեսակ երեխաները ավելի շուշուտ են, չէ՞, հիվանդանում։ Այդ դեպքում ոնց եք անում։ Ենթարեք գրիպ կպավ, մեր մոտ երկրորդ օրը տանում ենք բժշկի, որ թոքերը լսի, չէ՞, որովհետեւ այստեղ մի քիչ ավելի ինձ թվում է մամաները բան են, չէ՞։ Տեսեք, կան շտապ օգնության կենտրոններ, urgent care, այդպես է կոչվում, որտեղ դու կարող ես գնալ, երբ ցանկանաս, սպասել հերթ եւ մտնել եւ մասնագետը քեզ նայի, բայց դա ընդհանուր, այսինքն քո բժիշկը չէ, քո անձնական բժիշկը չէ։ Դա անծանոթ բժիշկ է, չգիտես իր որակը ինչպես է, այո, լավն է, վատն է, բայց այդ ժամանակ, այսինքն այդ շտապ խնդրի դեպքում լուծումը հաստատ տալիս են։ Երեխաներին էլ, մեծերին էլ։ Բայց եթե դու ուզում ես ենթադրենք ունես նախընտրած բժիշկ, մասնագետ ու իր մոտ հասնելու համար երկար ժամանակ պետք է անցնի, ճանապարհ անցնես, որ կարողանաս իր մոտ այց ունենալ։ Հետաքրքիր է։ Հա, ստղա։ Դրա համար ենք շատ անգամ ասում, որ միջև այստեղ գալը ատամների խնդիր ունես լուծիր, առողջական խնդիր ունես լուծիր, նոր արի, որովհետև շատ երկար է տևում այդ ընթացքը։ Հա։ Չէ, դե ես ավելի շուտ ոնց որ երեխաների հարցով բան անեմ, խորանամ, չէ, ամեն դեպքում երեխաների հենց ատամների թեման, որ նայենք, ինչ արագ է, չէ, իրենց ատամների այդ խնդիրները, ասենք, մի օրում առաջացավ, հաջորդ օրը արդեն բարձրացնում է, որ նյարդի խնդիր է, ասենք։ Հիմա այդտեղ, ասենք, չեմ կարող ասել, որ տենց չեն ընդունի, վստահ եմ, որ եթե տանես երեխան ցավի մեջ է լինում, ատամնաբուժարան տանես, կընդունեն, բայց շարունակական բուժման համար հաստատ պետք է սպասես որոշ ժամանակ։ Այսինքն բժիշկներ կան, որ շուտ օր են տալիս, բժիշկ կա, որ նույնիսկ ամիս է պետք, որ նոր տան օր։ Հա։ Իսկ հանգստանալը ոնց է։ Օրինակ Հայաստանում մենք գիտենք, որ կհանգստանանք, թեկուզ երեկոյան, բայց այդտեղ շատ ենք լսում, որ չէ, ԱՄՆ-ում հանգստանալ չկա, որովհետև գործից գործ են գնում, առավոտ շատ շուտ ենք հարթանում, որ մի 2 ժամ ճանապարհ գնանք։ Իրոք չեն հանգստանում մարդիկ այդտեղ։ 2 ժամ ճանապարհը կախված է թե քո աշխատավայրը որտեղ է։ Որտեղ է։ Հա, Գլենդելում, Բրբենքում, Լոս Անջելեսում հիմնականը հայերը աշխատում են մոտ վայրերում, այսինքն այդքան ճանապարհի ժամանակ չեն տրամադրում, սովորաբար։ Իսկ աշխատելը, այո, այստեղ բուրն է, օրը ահավոր արագ է անցնում, շատ արագ, որ դու չես հասնում, շաբաթ կիրակին էլ այնպես է անցնում, որ նույնիսկ ոչ մի բան չես հասկանում, այս երբ սկսվեց եւ երբ ավարտվեց։ Շատ են անելիքները, որովհետև դու աշխատանքային օրերին բոլոր քո պլանները թողնում ես շաբաթ կիրակի օրերի համար եւ մինչեւ այդ պլաններդ կատարում ես, օրը վերջանում է։ Սակայն չեմ կարող ասել, որ չես կարող հանգստանալ, վստահ եմ, որ ամսվա մեջ մեկ անգամ, 2 անգամ նույնիսկ ես կարող ես թույլ տալ ինչ որ այլ քաղաք գնալ, հանգստանալ ու հենց դա կարող եմ ասել, որ այստեղ մարդիկ ավելի շատ կարող են գնալ հանգստանալու, քան Հայաստանում։ Հա, ինչ առումով, այսինքն, դե եթե ժամանակը չի հերիքում, ամենակարևոր բանը։ Դե շաբաթ կիրակի օրերին կարող են ամեն դեպքում ամսվա մեջ մեկ շաբաթ կիրակի իրանց թույլ տալ ու շատ հաճախ են շաբաթ կիրակի օրերին մարդիկ գնում, այսինքն այդ բուրըն աշխատանքային օրերից հետո նախընտրում են գնալ միտեղ, որտեղ կկտրվեն այդ առօրյա հոգսերից, իսկ Հայաստանում օրինակ եթե դու ուզենաս գնաս, չգիտեմ, Դիլիջանց, Աղկաձոր ինքը մեծ գումարներ է, որը ամեն ընտանիք չի կարողանա թույլ տալ իրեն գնալ ու հանգստանալ։ Իսկ այստեղ դու քեզ կարող ես թույլ տալ գնալ այլ քաղաք, ման գալ, հանգստանալ ու վերադառնալ։ Այստեղ ավելի շատ հնարավոր է դա։ Հա, այսինքն շատ թանկ չի այդ հաճույքը այդտեղի համար։ Հա, շատ թանկ չի, հասանելի է, բայց այնքան էլ մատչելի չի, որ դու ամեն շաբաթ կիրակի գնաս։ Հա։ Այդ է քանի որ նոր եք դուք տեղափոխվել, շատ են ասում, որ չէ, ամեն դեպքում ԱՄՆ-ն ավելի թանկ երկիր է համարվում, քան Հայաստանը, մթերքների առումով կլինի, թե ծառայությունների, դուք եք այդպես գտնում, որ Հայաստանում ավելի էժան է։
մի զավեշտալի պատմություն պատմեմ, նոր է եկել Ամերիկա եւ սովորաբար մեր Հայաստանում ինչպես են գնումները կատարում, մրգերը, բանջարեղենը, չէ՞, կիլոյով ենք լցնում։ Հա։ Տոպրակի մեջ։ Ես իմ սովորության համաձայն բիբարը, մրգերը, բանջարեղենը, ամեն ինչը ասենց լցնում եմ։ Մեկ էլ ինձ կողքից ասում են, «Էս ինչ ես անում»։ Ասում եմ, դե բան է, արժեքը այսքանը, ասում եմ, սա մեկ մրգի օրինակ, թե մեկ միրգը համարյա 1 pound է գալիս, համարյա մեծ մրգերը, էլի։ Այսինքն մեկ մրգի գինը մոտավոր կարող է լինել $1.75, $2.99, նայած իր բանջարեղենը, այդ գների մեջ են։ Ու դուք պատկերացնում եք, ես այդքան լցրել եմ։ Ասացի լավ, օքեյ, հասկացանք, եկել ենք Ամերիկա, վերջ, արդեն հատով ենք կարողանում գնել։ Այո, այստեղ մանավանդ այս իրականում մենք ինչ եկել ենք, մեզ ասացին, որ այս շրջանում ամենաշատն են թանկացումները։ Կովիդից հետո, այսինքն այդ հետ կովիդյան փուլը շատ բան է, թանկ է ամեն ինչը։ Եվ այո, այստեղ սնունդը թանկ է, եթե ցանկանում ես, դե կարծում եմ տեղյակ եք, որ այստեղ տարանջատված են օրգանականը եւ անօրգանականը։ Եթե ցանկանում ես օրգանական գնել, դա շատ ավելի թանկ արժե։ Այո, եթե սովորական անօրգանական ես գնում, դե դրա մեջ լիքն են հորմոնները լցված։ Հա։ Այ բայց դուք տարբերությունը զգում եք, ենթադրում եմ օրգանականը պիտի վերցնեք, որ մի քիչ նման լինի Հայաստանի սնունդին, չէ՞, համը։ Թե Հայաստանի համիցը շատ լավն է, եթե օրգանական եք վերցնում։ Մի անգամ ես, տեսեք, նայած որ ինչ պրոդուկտը, որովհետև օրինակ միսը ձուն եւ կաթը միանշանակ օրգանական ենք վերցնում, բայց օրինակ բանջարեղեն կան, մրգեր կան, որոնք անօրգանական են վերցնում, ինչ պատճառով, որովհետև վերցնելով օրգանական միրգը, ես ոչ մի համ չէի առնում, ոչ մի, ոնց որ թե անհամ ինչ-որ մի բան ուտես, բայց երբ որ գտա խանութներ, որտեղ անօրգանական միրգ եմ գնում, դա շատ ավելի համով է, շատ ավելի համը ինձ ծանոթ է, Հայաստանի համին եմ համեմատում։ Դրա համար միրգը բանջարեղենը ես ինքս հիմնականը գնում եմ անօրգանական, որ բան հասկանամ, իսկ օրգանականից ոչինչ չեմ հասկանում, ոչ մի համ չկա։ Հետաքրքիր, բայց միսը, օրինակ, միսը ձուն, կատնամթերքը գնում ենք օրգանական, հա, այդ տեսակի բաները օրգանական միանշանակ։ Հա։ Բայց ինչու է պայմանավորված, որ բանջարեղենը անօրգանականն է, նման մեր Հայաստանի, այսինքն միգուցե Հայաստանում ենք մենք վատ սնունդ ուտում։ Մտածել ա պետք է։ Միգուցե, չգիտեմ, բայց ասում եմ իսկապես ինձ համար ես սա իմ անձնական կարծիքն եմ նշում, որ անօրգանականը ավելի համեղ է մրգերի մանավանդ առումով։ Հետաքրքիր է։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ որ մեկը ենթադրենք հիմա պատրաստում է տեղափոխվի ԱՄՆ կամ այդ մտքի վրա է, որ անդադ սպասում է, այս տարի green card-ս վերջապես շահեմ ու գնամ։ Ինչ խորհուրդ կտաք այդ մարդուն։ Առաջինը, ինչպես նշեցի, առողջությանը հետևել։ Ու առհասարակ բոլորին եմ խորհուրդ տալիս, որ առողջությանը շատ ուշադրություն դարձնեն։ Հետո մեքենա վարել սովորեն։ Ճիշտ է, այստեղ տարբեր է Հայաստանի ճանապարհային օրենքներից, կանոններից, բայց ամեն դեպքում մեքենային ծանոթ շատ լավ լինել, այսինքն մեքենա վարելը շատ հմուտ լինի։ Նաև լեզուն, անգլերեն լեզուն, որովհետև ճիշտ է, եթե կան գլենդելում կարիք չեն ունենա անգլերեն իմանալու, որտեղ բոլորը հայ են հիմնականում, բայց ամեն դեպքում, եթե դու ունենում ես լեզվի պաշար, դա քեզ օգնում է, որ շատ հարցեր հեշտությամբ լուծես, այո։ Նույնիսկ փաստաթղթերն ես կարողանում հասկանալ, այսինքն շատ հարցերում դու ստրեսից քիչ ես ստրես ունենում։ Նաև մասնագիտություն սովորել։ Այսինքն այստեղ օրինակ Հայաստանում շատ ենք լսել, չէ, որ վարսավիրությունը, մատնահարդարումը, այդ ամեն ինչը այստեղ շատ պահանջարկ ունի ու իսկապես այստեղ ունի դա։
բայց լավ մասնագետ, այսինքն Հայաստանում այնպիսի լավ մասնագետ դառնաս, որ այստեղ իսկապես պահանջարկդ ունենաս, որովհետև այստեղ շատ են շուկայում թե մատնահարդարները, թե վարսահարդարները, բայց կան եւ լավը եւ վատը։ Հա։ Հետաքրքիր չէ, բայց որ ասում են ԱՄՆ-ում ոնց որ հասարակ են, չէ՞, մարդիկ նույնիսկ երբեմն ասում են շատ տենց տեսքին տեղ չտան, շատ այդքան ոնց որ բանի հետևից չընկնեն, չէ՞։ Բայց նաև մյուս կողմից մատնահարդար, վարսահարդար այդ մասնագիտությունները, այսինքն պահանջված մասնագիտություններ են համարվում։ Ինչու է պայմանավորված։ Տեսեք, նախ ինչու է շատ պահանջված Գլենդելում, որովհետև Գլենդելում մեծամասնությունը հայ են։ Իսկ հայ կանայք սիրում են իրենց լավ հետևել։ Հետո էլ իրականում ես շատ եմ ճանաչում օտարազգի մարդկանց կանանց, որ շատ լավ են հետևում, թե իրենց մատներին, խնամքին, թե մազերին, այսինքն վստահ կարող եմ ասել, որ նույնիսկ ամերիկացիների մեջ է տարանջատվում խնամվող եւ ոչ այդքան։ Հագուստների առումով կարող եմ ասել, որ մեծամասնությունը շատ հասարակ է հագնվում։ Նույնիսկ ես հիմա սովորում եմ նաև քոլեջում, այնտեղ որ ես գնում էի, սկզբի շրջանում, այսպես սովորական կնոջ նման կարգի բերելով վարսերս, տեսքս ամեն ինչ, այսպես պատրաստված 1-2 գնացի, որ հասկացա, որ հեչ դրա կարիքը չկա, որովհետև այնտեղ տարօրինակա, որ դու այդքան քեզ հետևած գալիս ես դասի։ Դա ավելի շատ տարօրինակ, քան որ ուղղակի առանց շպարվելու, առանց քեզ կարգի բերելու գնաս։ Բայց զգացում եք, որ իրենք ոնց որ սենց մի քիչ թարս հայացքով էին նայում ձեզ, որ այդպես էի գնում։ Չէ, թարս ոչ մեկ չի նայում, ուղղակի շատ երկար են նայում, ավելի շատ այդպես, որ քեզ ինչ-որ անհարմար ես զգում։ Չէ, թարս չեն նայում, հակառակը կարող են ժպտալ, նույնիսկ կոմպլիմենտներ անել, մանավանդ այստեղ, օրինակ, ամերիկացիները շատ ազատ են կոմպլիմենտներ անում կանայք, կանանց, շատ հանգիստ, օրինակ հայ կանանց մեջ մի փոքր դժվարությամբ է մեկը մյուսին կոմպլիմենտ անելու այդ սովորությունը զարգանում, բայց այստեղ շատ ազատ են այդ առումով։ Հետաքրքիր որ եկաք Հայաստան, ինչն է որ ասենց այն որ անհամբեր սպասում եք որ գաք Հայաստան այդ բանը փորձեք կամ այցելեք այդ վայրը կամ առաջի քայլը որն է լինելու որ եկաք Հայաստան։ Առաջինը ջուր եմ խմելու։ Առաջինը ջուր եմ խմելու կրանից։ Առաջինը ջուր եմ խմելու ու նաև ասեմ, որ պլանավորում եմ, որ երբ գամ Հայաստան, անպայման գնամ այն վայրերը, որոնք չեմ կարողացել գնալ, երբ ապրում էի Հայաստանում։ Քաղաքից դուրս բոլոր, օրինակ Գառնին, Գեղարդը, ես այնտեղ չեմ եղել երբեք եւ որպես տուրիստ, այսպես ասեմ, կգնամ եւ կշրջեմ այդ վայրերը։ Հա։ Դե լավ, տամ վերջին հարցը մեր։ Ես կասեմ նախադասությունը ու դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի ինչն եք սիրում, ըստ ձեզ։ Ես իմ անուշ Հայաստանի մարդկանց եմ սիրում։ Հա, հետաքրքիր է։ Դե ինչ, շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, անկեղծ զրույց։ Շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Նմանապես ձեր փոքրիկ նոր բիզնեսին լիքը հաջողություններ, որ այնքան մեծանա, որ Հայաստանից լսենք, որ ԱՄՆ-ում սենց մեծ բիզնես կա, իր տնօրենն էլ հայուհի է։ Դա աստված, շատ լավ կլինի։ Դե ինչ, հաջողություն ձեզ։ Հաջողություն Շուշան ջան։ Ամենալավն եմ աղթում ձեզ։ Շնորհակալություն։